Հետո աշխարհը էլի մեծացավ։ Երբ որ նայում ենք արաբական խալիֆությունը, արաբական խալիֆության մի ծայրը հասնում էր ներկայիս Մարոկոյի տարածք, մյուս ծայրը հյուսիսային Հնդկաստան, հյուսիսում Միջին Ասիայի այդ մասերը, կենտրոնական Ազովից մինչև հարավում Հնդկական օվկիանոս։ Արաբական թերակղզիները բնականաբար իրենց Հայաստանը նորից մնաց նույնը։ Բայց արդյոք միայն աշխարհագրական չափսերի մեջ է խնդիրը, չէ՞ որ օրինակ ասենք Ռուսաստանը ավելի քան 50 անգամ մեծ է Գերմանիայից, սակայն Գերմանիայի համախառն ներքին արդյունքը 3 անգամ ավելին է, քան Ռուսաստանին։ Դուք ճիշտ եք, բայց դա ժամանակակից աշխարհում, հին աշխարհում, որտեղ տնտեսական տարբերությունը այդքան մեծ չէր պետությունների մեջ, որտեղ տնտեսության հիմքը գյուղատնտեսությունը եւ առևտուրն էր, բոլոր պետություններն այս կամ այն ձևի գյուղատնտեսություն կամ առևտուր ունեն եւ որոշիչ էր դառնում ազգի քանակը, պետության սուբյեկտի ակտիվ տնտեսական այդ բջիջների քանակը եւ ի վերջո այդ բջիջներից էր նաեւ հավաքվում բանակը։ Եվ եթե ասենք վաղ միջնադարում արաբական խալիֆության օրինակ ժամանակաշրջանում հայոց այրուձին ընդամենը 15000 հոգի էր, թող մի 15, 20, 30 հազար հոգի հետևակ ունենայինք, այսինքն հայ էթնոսի բանակային ուժը կազմում էր 50-60 հազար զինվոր, կյանքը սա է ցույց տվել, անի թակավորությունը, որ մեր գագաթնակետն է 60, 80, առավելագույնը մի անգամ 100, վերջ 100-ից չես անցել անի թակավորությունում։ Արաբական խալիֆությունը սենց չրթեր անում եւ 200 հազարանոց բանակ էր անում։